Ձեզ հարգելի ռադիոլսողներ, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը մայիսի 6-ին առաջին ընթերցմամբ օրենքների փաթեթ ընդունեց, որոնց համաձայն այսուհետ արտասահմանում շինարարական աշխատանքներ կատարող մեր հայրենակիցները պետք է հարգվեն։ Այսօր մեր ռադիոյի եթերում հյուրընկալել ենք փաստաբան Թավթյան Աննային, բարև ձեզ Տիկին Թավթյան։ Բարև ձեզ Անահիտյան։ Անդրադառնալու ենք վերը նշված թեմային եւ առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ տալ։ Փաստորեն, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը վերջերս առաջին ընթերցմամբ օրենքների փաթեթ ընդունեց, որոնց համաձայն մեր երկրի արտասահման գնացող եւ շինարարական աշխատանքներ կատարող անձինք պետք է եկամտահարկ վճարեն մեր պետությանը։ Իրավաբանական տեսանկյունից մեր ազգային ժողովը իրավունք ունի նման օրենք ընդունել, նաեւ որոշում կայացնելու համար իրավաբանական որևէ հիմք առկա է, թե ոչ։ Ասեմ, ընդհանրապես այդ իրավական տեսանկյունից որ նայում ենք, ազգային ժողովը այդ կյանքի է կոչված օրենքներ ընդունելու համար։ Դա իր գործառույթն է, իր սուրբ պարտականությունն է։ Բայց այն խնդիրը թե այդ օրենքները, որ ընդունվում են, արդյոք հաշվի առնվում է հասարակության լայն մասսաների կարծիքը կամ շահը, թե ուղղակի, այսպես ասեմ, գործառույթ է իրենք իրականացնում են, առանց որևէ չափուձև անելու, առանց մտածելու, թե արդյոք դա օգտակար կլինի ժողովրդի համար, թե ոչ։ Ես ճիշտ ասած լսեցի փոխնախարարի ելույթը հեռուստատեսությամբ, ինքը պատճառաբանեց, որ այդ օրենքի նպատակը այն է, որ օտարերկրյա կազմակերպություններից շահութահարկ կանձվի։ Այսինքն մեր բյուջեն ավելանա օտարերկրյա կազմակերպություններից կանձվող գումարների հաշվին։ Իհարկե դա բարի նպատակ է, բայց բոլոր դեպքերում ես որքան տեղեկացված եմ, մեր երկրում այնքան էլ շահագրգիռ կազմակերպություններ չկան, որքան այստեղ ինչ-որ ձեռնարկություններ հիմնեն, արտադրություն հիմնեն կամ գործունեություն ծավալեն, որ նրանցից մենք որոշակի շահութահարկ կանձենք, կամ էլ թե չէ օտարերկրյա կազմակերպությունները արդյոք կհամաձայնեն միայն այսպես ասեմ էժան աշխատուժի համար իրենք հարգվել այլ պետությունում։ Դա ոչ մի պետության համար, ոչ մի կազմակերպության համար ձեռնտու տարբերակ չէ։ Ավելին ասեմ, եթե համապատասխան իրոք դաշտը լիներ, հարգային պարզեցված դաշտը լիներ, հարմար օրենքներ ունենայինք մենք, որ գրավիչ լինեին օտարերկրյա ներդրողների համար, իրոք կարելի է ասել, որ դա բարի նպատակ կհետապնդեր։ Բայց ես որքան գիտեմ, ընդհակառակը տեղի գործարարներն են արդեն իսկ դժգոհ եւ դա միայն այս տարվա մասին չէ, արդեն մի քանի տարիներ է լսում եմ, որ տեղի ձեռնարկությունները, դա լինի սննդի, թեթև արդյունաբերության, իրենք արդեն որոշում են կամաց Հայաստանից դուրս բերել իրենց մասնաճյուղերը հիմնել այլ երկրներում, այլ պետություններում։ Այսինքն, եթե գրավիչ լիներ, ոչ միայն հենց հայ ազգի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ներդրողները այստեղ կծավալեին գործունեություն, այլև օտարերկրյա կազմակերպությունները կգային եւ այստեղ կհիմնեին հիմնած ձեռնարկություններ, որ իհարկե լրացուցիչ գործատեղեր կբացեր մեր ժողովրդի համար, որը ինչպես գիտենք ամենացավալի խնդիրներից մեկն է։ Գործազրկությունը, համատարած գործազրկությունը, որ բոլոր մարզերում տարածված է, իսկ առավել ակնհայտ երևում է Շիրակի մարզում։ Այդ առումով ես կարծում եմ, որ այնքան էլ ճիշտ չէ նման դիրքորոշումը, եւ բացի դրանից սա նաեւ մի սկզբունքի է դեմ, դա աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքն է, որ կա համապատասխան համաձայնագիր, որ ԵՏՄ երկրների միջև պետք է աշխատուժը ազատ տեղաշարժ ունենա, առանց որևէ հարկերի, առանց որևէ խտրականության, առանց որևէ պետական տուրքերի կանձման։ Այս խնդիրն էլ ինձ թվում է, որ նաև առնչվում է ընդունված օրենքի հետ։ Տիկին Թավթյան, Շիրակի մարզում նման արտադրական ինչպիսի ձեռնարկություններ գիտեք, որոնք հնարավոր է դադարեցնեն իրենց գործունեությունը մեր մարզում։ Ճիշտ ասած, ոչ թե դադարեցնեն, այլ արդեն դուրս բերեն իրենց գործունեությունը այլ պետություններ։ Ես լսել եմ, որ մի 2 տարի առաջ Grand Candy ընկերությունը Վրաստանում, նաև Ռուսաստանում հիմնեց համապատասխան արտադրամասեր։
Եվ ես չգիտեմ թե որքանով է դա ձեռնտու տվյալ ընկերությանը, բայց բոլոր դեպքերում ամենայնտեղից չեմ լսել, որ այդ ընկերությունը դադարեցրած լինի արտասահմանյան այդ երկրներում իր գործունեությունը։ Իսկ Շիրակի մարզում նորից լսել եմ, որ Lentex ընկերությունը ցանկանում է Ռուսաստանում բացել իր մասնաճյուղը։ Ես տնական եմ, եթե ավելի մեծ շահույթ ունենա տվյալ կազմակերպությունը արտասահմանում, ես կարծում եմ, որ շատ ավելի լավ կլինի, թե տնօրինության համար, եթե շահույթ ստանալու նկատառումներից ելնելով բնական է, որ դրսում արտասահմանյան երկրներում տվյալ արտադրամասերը ավելի զարգանան։ Թեպետ ուրախ եմ, որ այստեղ էլ ասեմ բավականին մեծացրել են տարածքները մայիսի 1-ին ստվար զանգվածով Lentex-ի աշխատակիցները դուրս եկան շքերթի, որովհետև երևի միակ աշխատող հիմնարկությունն էր մեր մարզում, որ ունեին համապատասխան հնարավորություններ այդքան աշխատակիցներով դուրս գալու շքերթի։ Բայց բոլոր դեպքերում, եթե հենց մեր հանրապետությունում համապատասխան պայմաններ ստեղծվեն իրոք զարգացնելու, խթանելու թե բիզնեսը, թե արտադրական ձեռնարկությունների գործունեությունը ավելի ճիշտ կլինի այդ ուղղությամբ մտածեն մեր հարգարժան ազգային ժողովի պատգամավորները, քան թե հույսերը տնեն այլ երկրների կազմակերպություններից շահութահարգի գանձումներ կատարելու կամ աշխատուժի տեսում աշխատելու պայմաններով շահութահարկ գանձելու վրա։ Այս մասն եմ ես մտածում։ Այսինքն խոսքը ոչ թե վերանշված ձեռնարկությունների Շիրակի մարզում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին է, այլ երկրներում նոր մասնաճյուղ։ Նոր գործունեություն ծավալելու, իհարկե։ Տիկին Դավթյան, ես վերադառնալու մեր թեմային այնուամենայնիվ այդ օրենքը, որը ընդունեց ազգային ժողովը, օրինական է թե ոչ, նման օրենք իրենք կարող են ընդունել։ Իրավունք ունեն։ Գիտեք ոնց, եթե այն չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին եւ միջազգային նորմերին, ուրեմն օրինական է, բայց բոլոր դեպքերում, եթե օրենքը ընդունվում է եւ չի կիրառվում, այսինքն այդ մեխանիզմները չկան կիրառելու, արդեն իսկ անիմաստ է դառնում այդ օրենքի գոյությունը։ Բացի իրավական հիմքերից, նման օրենքներ ընդունելու համար բարոյական հիմքեր կային։ Բոլոր դեպքերում օրենքներն ընդունվում են ոչ միայն իրավական հիմքերի վրա, այլ նաև բարոյական նորմերի վրա։ Այնպես չի, որ օրենքը հերու է կանգնած կամ առանձնացված է բարոյականությունից, ոչ։ Օրենքը եւ բարոյականությունը համատեղ զուգահեռ քայլող երևույթներ են, եւ մեկը մյուսից անջատ հնարավոր չէ պատկերացնել։ Հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնությունում շինարարական աշխատանքներ կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողը չհարկվի այդ երկրում, բայց հարկվի Հայաստանի Հանրապետությունում։ Նման բան Ռուսաստանը թույլ կտա։ Իհարկե թույլ չի տա։ Կոնկրետ վերցնենք դա մեր երկրի օրինակով։ Մենք թույլ կտանք, որ Հայաստանի Հանրապետությունում կա ինչ-որ մեկը աշխատի եւ այստեղ հարկ չվճարի, տվյալ կազմակերպությունը վճարի տվյալ աշխատողի երկրին։ Այդպես հնարավոր է։ Եթե այստեղ է ամբողջ գործունեությունը ծավալում մեր երկրում, մենք ինչու պիտի հնարավորություն ընձեռնենք, որ տվյալ անձի համար շահութահարկ վճարվի մեկ այլ պետությունը։ Դա բացարձակ աբսուրդ է։ Մեր իշխանությունները գործնականում ինչպես են կիրառելու ազգային ժողովի ընդունած այս օրենքը, ինչպես պետք է հարկվեն արտասահմանում շինաշխատանքներ կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Հենց խնդիրն այն է, որ դա չգործող է ինչ-որտեղ նաև։ Դա չգործող է, որովհետև պիտի նորից մի հատ մարմին ստեղծեն, որ այսպես ասեմ, հետախուզական աշխատանքներ կատարի, տեսնի թե իրոք Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող հայ քաղաքացին արդյոք ինչ նպատակով է մեկնում այդ երկիր։ Բուժման նպատակով է, կրթության նպատակով է, հարազատներին տեսակցելու նպատակով է, տուրիստական նպատակով է, շրջագայությունների նպատակով է, այսինքն թե աշխատանքի նպատակով է։ Եթե այդ նպատակը ճշտվում է, դա մենակ նպատակի ճշտելը բանավոր կարգով չպիտի դա նաև փաստաթղթային պիտի ունենա։ Ես չգիտեմ թե դա ինչպես պիտի լինի, համագործակցություն պիտի լինի այդ պետությունների եւ արդյոք այդ պետությունները դեռ կմեկնեն համագործակցելու մեր պետությանը, որ կտան այդ ինֆորմացիան, այդ տեղեկատվությունը, որ իրոք Պողոս Պողոսյանը ՀՀ-ից ժամանել է օրինակի համար, ասեմ, Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաք եւ Սարատով քաղաքում ընդունվել է աշխատանքի եւ այսքան ժամանակ
ինքը աշխատել է այսիշ մասնագիտությամբ, ստացել է այսքան գումար կամ ես չգիտեմ դա արդյոք կլինի այդպիսի հնարավորություն, այսինքն այդ ինֆորմացիան ձեռք բերելու համար պետք է առաջին հերթին համագործակցություն լինի պետությունների միջև։ Համագործակցությունը ես չգիտեմ, չեմ կարծում, որ կստացվի։ Ձեր կարծիքով ինչի կարող է հանգեցնել նման օրենքի կիրառումը եւ ինչպիսի դժգոհությունների տեղիք կարող է այն տալ արտասահմանում աշխատող մեր հայրենակիցների շրջանում։ Այսպես ասեմ, հենց առաջի տպավորությունը այն է, որ ժողովրդի մեջ ասել այդ խոսակցություններն է գնում, որ պետությունը արդեն հույսները դրել է արտագնա աշխատողների վրա։ Այսինքն այլ հնարավորություններ չունի բյուջեն ավելացնելու եւ խնդրեմ արդեն այլընտրանք որպես իրականացվում է այսպիսի քաղաքականություն, որ արտագնա աշխատողներից շահույթը հարկի կանձվում։ Այն դեպքում ես կարող է այլ հնարավորություններ օգտագործել։ Կոնկրետ դեպքում մենք ունենք այստեղ հսկա շատ մեծ շահույթներ ունեցող ընկերություններ, որոնցից եթե հարգվեն օրինական դաշտ բերվեն, վերում չմնան այդ հարգերը, դուշքերը, երևի թե շատ ավելի մեծ գումարներ պետությունը կշահի, շահույթ կունենա, քան թե արտագնա աշխատողների շահութահարգի 13% կանձելով։ Շատ դժգոհությունների առիթ կտա։ Այսինքն այդ անաստարություն աստվածը, սոցիալական անաստարություն աստվածը, քանի որ այս պահի դրությամբ առավել անպաշտպան խավը մնում է արտագնա աշխատողը, խոցելի խավը մնում է արտագնա այդ աշխատողների խավը, այսօր ուղղորդումը գնում է դեպի այդ ուղղությամբ։ Միջազգային պրակտիկայում կան նման դեպքեր, երբ պետությունների միջև նման հարցեր սակածնեն եւ կարգավորվեն միջպետական համաձայնագրերով։ Ես նման բան չեմ լսել։ Դա ինձ համար նորամուծություն էր անկեղծ ասած։ Եվ ինչու Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը մեր երկրից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գործարարներին, ասենք, հարկելու մասին օրենքներ չի ընդունում, կամ առավել ջանասիրապար չի հարգում Հայաստանում իրենց գործունեությունը ծավալող հայ գործարարներին, որ բերեք հարգեն ամբողջությամբ մուծեք, որ դեպքում բյուջեն ավելի նույնն եմ ասում, որ եթե նույն ջանասիրությամբ աշխատի մեր պետությունը, երևի մենք ավելի արագ եւ զարգացման լուրջ տեմպեր կնկատենք, քան թե հիմա այսպեսի չգործող մեխանիզմներով օրենքներ ընդունելով։ Շնորհակալություն հարգելի ռադիոլսողներ, հիշեցնենք այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում հյուրընկալել ենք փաստաբան Աննա Տավսյանին։ Մեր եթերում այսօր անդրադարձանք մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների փաթեթին, որոնց համաձայն արտասահմանում շինաշխատանքներ կատարող մեր հայրենակիցները պետք է հարգվեն։ Հաղորդումը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն։